Դեղց, իհարկե շատ համեղ է, հոտը, համը, և ամենակարևորը մեր արևի և հողի միկրոէլեմենտների շնորհիվ դեղցը մեր հրաշք է, հայկական դեղցը, որ աշխարհը չունի։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, յուրաքանչյուր անգամ երբ օգտագործում ենք դեղց, հիշեք, նախապես պետք է օգտագործել սոված փորին, որովհետև եթե ուտում ենք որևիցե ծանր սննդատեսակ, մանավանդ մսեղեն, ապա ինքը մաշվում է աղեստամոքսային տրակտում ընդամենը 3-4 ժամում, իսկ դեղցը անմիջապես 20 րոպեից հետո այն կարող է մաշվել, բայց այս դեպքում, եթե մենք ծանր սնունդ ենք օգտագործել, ապա այն մնում է սննդի վերևը, սկսում է տանջվել, տրորվել, թթվել, վերածվել սպիրտայինի և հաճախ երբ մարդը գալիս է, կինը մանավանդ գալիս է մեր մոտ որովայն հետազոտելու և ասում ենք լյարդի ֆունկցիան խաթարված է, նրա մոտ կա ճարպակալում, նրա մոտ հորմոնները ավելի բարձր են։ Մտածում ենք գուցե խմող է, բայց երբ մերժում է, այդ դեպքում ասում ենք միրգ եք ուտում, օգտագործելով ծանր սննդատեսակ։ Այ դա հավասար է նրան, որ ախտահարում է ձեր լյարդի ֆունկցիան, չի թողնում լյարդը նորմալ աշխատի։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, նաև վնասակար է նրանով, որ միկրոէլեմենտներն ու հանքանյութերը չեն ներծծվում օրգանիզմի կողմից, որովհետև այն մնում է վերևում, վերածվող սպիրտայինի, խաթարում է աշխատանքը մեր ամբողջ օրգան համակարգերի նույնպես, աղեստամոքսային տրակտի, ձեր մոտ լինում է փքվածություն, լինում է այրոցներ, որը խաթարում է մեր ամբողջ օրգան համակարգերի վիճակը։ Դրա համար իմ շատ սիրելի ժողովուրդ, օգտագործում ենք դեղց, որպեսզի լինենք առողջ և երջանիկ։ Տեսեք ինչ դեղց ունենք, որ աշխարհը չունի։ Լավ եղեք։